Դե մենակ Սրբազանը չի ընդհանրապես իր բոլոր այդ գործողությունները Նիկոլ Փաշյանի բոլոր գործողությունները դուրս են օրենքից։ Հապալ, թափալ, հավքել, տանել, եւ հետո մենք գիտենք, հետո էլի վերջո չեն կարողանում ապացուցել կամ չապացուցել։ Եթե մենք այտենց բծախնդիր վերաբերվում ենք իբր թե օրենքի խախտմանը, ապա այդ դեպքում ինքը ինչ գործ ունի որպես վարչապետ, իրան ամբողջ օրենքի խախտ, այդ խոսքերը, խոսույթները, չգիտեմ։ Նաև Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բարբերաբար տեսնում ենք, անդրադառնում է եկեղեցուն եւ եկեղեցուն Չուլան է անվանում եւ նաև բարձրաստիճան հոգեբան միանշանակ դրսի պատվեր է, բոլոր այդ կառույցները, որը իդենտիֆիկացնում են հայկականությանը, պետքա վնասվեն կամ վերացվեն, դա միանշանակ է դրսի։ Դեմ ուղղված այս արշավի ինչպես է ավարտվել։ Չէ, ի վերջո ինքը չի կարողանալու հաղթել եկեղեցուն այդ հեչ։ Միշտ էլ չի կարողանալու։ Բայց արդյոք դա կբերի նրան, որ ժողովուրդը իրան հեռացնի իշխանությունից, որովհետև դա արդեն ընդհանրապես իր գործը չի։ Բոլոր գործողությունները եկեղեցու դեմ հակասահմանադրական են։ Վերջում նաև կխնդրեմ ամփոփ անդրադառնաք Թուրքիա կատարած նրա այցից, ինչ սպասել այս հանդիպումից, Փաշինյան-Էրդողան հանդիպումից։ Ոչ մի բան, ես մեզ համար ոչ մի լավ բան չսպասեցի։ Ոչ մի թուղթ չի ստորագրվել, տպավորություն կա, որ հերթական հանձնարարություններն է ստացել եկել է։